Ողջույն սիրելիներ, այսօրվա ընթերցվելիք ավետարանի մեջ կարդում ենք. Տեր Հիսուս Քրիստոս ասում է. բայց որպեսզի իմանաք, թե մարդու որդին իշխանություն ունի երկրի վրա մեղքերը ներելու, ասաց անդամալույծին. քեզ եմ ասում, վեր կաց, վերցրու քո մահիճը և գնա քո տունը, և իսկույն բոլորի առաջ վեր կենալով իր վրա առավ այն, ինչի վրա ինքը պառկել էր, գնաց իր տունը և փառավորում էր Աստծուն։ Տեր Հիսուս Քրիստոս մեր փրկիչը շատ կարևոր մի բան արեց։ Տեսեք, այս դրվագը հետաքրքիր է, որ նա տան մեջ ուսուցանում էր և շատերը հավաքվել էին և դռան առջև կանգնած և սենյակը մտնելու հնարավորություն չկար, 4 հոգի անդամալույծին բերում են և քանի որ ճանապարհ չեն գտնում Տիրոջը մոտեցնելու, երթիկը լայնացնում են տան և պարաններով պատգարակի վրա պառկացրած հիվանդին անդամալույծին իջեցնում են Տիրոջ ոտքերի առջև և Տերը նրան քաջալերում է ասելով. քո մեղքերը ներված են։ Քանի որ նա մեր Արարիչ Աստվածն է, մենք դրա մեջ կասկած չունենք։ Մինչդեռ նաև ինքը այս իմաստով ոչ միայն որ մեր փրկիչն է, որ այս աշխարհ է եկել, այլ նաև մեր ուսուցիչն է։ Նա շատ լավ գիտեր, որ այս ընթացքում իր մոտ բերում էին անդամալույծին և նա թույլ տվեց սա, որպեսզի ուսուցանի, սովորեցնի իրեն լսող հրեաներին, որ ինքն է Արարիչն Աստված, որ ինքն է իրավունք և իշխանություն ունեցողը երկրի վրա և երկնքում, որովհետև Մատթեոսի ավետարանում էլ ասում է. «Տրված է ինձ ամեն իշխանություն երկնքում և երկրի վրա»։ Մեղքերը թողելու իշխանությունը և դրա համար ասաց անդամալույծին քո մեղքերը ներված են։ Սիրելիներ, մեր Տեր Հիսուս Քրիստոսին հետևելու շատ կարևոր պայման ունենք մենք՝ հնազանդությունը նրա խոսքին։ Աստծո խոսքն ասում է. գնա մրջյունի մոտ, ով ծույլ, որովհետև նա վերակացուներ չունի իր գլխի վրա։ Մինչդեռ մենք գիտակցելով Աստծո խոսքի օգտակարությունը մեզ համար և մանավանդ Աստծո հավատարմությունը մեր կյանքի համար, որովհետև նա է մեզ արարել, պահենք նրա պատվիրանները։ Եվ ինչպես անդամալույծը լսեց Տիրոջը և վեր կացավ, թեպետ այնտեղ տեղի ունեցավ հրաշալի բժշկություն, մենք, քանի որ ունենք կարողություն թե մտավոր և թե հոգևոր և մանավանդ անդամալույծ չենք, պարտավոր ենք առավել ևս պահել Աստծո խոսքը։ Տեսեք ինչ է ասում Տերը. մի վախեցիր, փոքրիկ հոտ, որովհետև ձեր Հայրը հաճեց տալ ձեզ արքայությունը։ Ուստի արիաբար պահենք Աստծո պատվիրանը, Տիրոջ խոսքը և չերկմտենք, որովհետև Տերը հավատարիմ է իր խոսքերը կատարելու համար։ Տերը Նիկոդիմոսի հետ զրույցում ասաց. ով պահում է իմ խոսքը, կապրի հավիտյան։ Ուստի վստահելով այս խոսքին պահենք Տիրոջ պատվիրանները և հասնենք Աստծո արքայության։